Բարև սիրելի Լոս ընտանիք, Լոս Անջելեսի հայ համայնք, եղբայրներ, ընկերներ, քույրիկներ, հարկանքով բարևեմ մեծերը եւ երիտասարդները։ Այսօրվա առիթով ինձ խնդրեցին խոսիմ Ագոստին 30-ամյակին մասին եւ իմ միտքերը ցես հետ բաշխան։ Իմ արբանյակեն Ագոստին 30-ամյակին մասին է։ Ուրեմն գերեւի արդեն շատերդ ծանոթ եք եւ կամ գիտեք, նույնիսկ իմ առաջին շփումը եղավ Ագոստին հետևանքով, երբ որ լուսողքի Էդվին ախպարիգը ոստեղ նշենք եւ հիշադակենք Էդվին Մինասյանին, երբ որ ինձ գանչեցին Բարոնրանտին մասին խոսիմ եւ կամ Ագոստին մասին խոսիմ, մի քանի անգամներ Լոս Անջելեսի համայնքին հետ այսպեսով ծանոթացանք։ Ուրեմն հարկավոր հոստեղ երբ որ խոսենք Ագոստի մասին, նույն առիթը գունենանք, որ խոսենք ինչ մեզի սորվեցուց եւ ինչպես եկավ իրեն 30-ամյակին։ Շատ անգամներ արդեն պատմեցի, հոս եւ կամ ուրիշ տեղեր, շատ տեղեր, որ Ագոստը ընտանիք մնե եւ նույն ցևով դպրոց մնե։ Այնպես դպրոցը, որ մեզի սորվեցուց կյանքը հոնդեղ աշխատողներուն եւ կյանքը սածադենս արդեն ինչպես լրակրությունը գսորվենք, նույն ցևով կյանքը եւ իրեն դժվարությունները նույնիսկ սորվեցանք եւ մի քայլ ավելի առաջ մեր հայկական նույնիսկ եթե հայկական դպրոցները հաջողած եւ ավարտածիկ մեզի սորվեցուց ավելի դժվարությունները, որ իբրև փոքրամասնություն ուլելով Թուրքիո մեջ ինչպես պետք է ապրիլ, ինչպես ավելի լավ հասկացուց on աշխատելով մեզ ինչպես պետք է շփվել ընդարձակ ժողովուրդով, լայն ժողովուրդով, Թուրքիայով, թուրքերով, քուրդերով եւ այլ ազգերով։ Երբ որ այս մասին խոսենք, երկու բան գոկագո միտքս, մեկը այն է, որ օրը թուրք լրագրողը, որ համբավուր լրագրողներ հյուրի հետ լրագրի մեջ աշխատող, ինձ ասած էր, որ լրագրությունը սորվելու համար գերեւի ամենալավ դեղն ես, ասած էր, անադան ես 18-19 տարեկան էի եւ ինձ կսար, որ ավելի լավ դեղ չի գա, որովհետեւ ուրիշ լրագրներու մեջ, ուրիշ տեղեր անանք բայկարներ կան, որ մենք չենք գնալ հասկանալ եւ չենք գնալ կոնցենտրե աշխատել իբրև ուղիղ լրագրության մասին։ Հիմա այսօր, երբ որ 30-ամյակը կնշվի Ագոստին, նույն բաները գուկագո միտքս, մեզ մե առաջ եւ ինձ մե առաջ եւ ինձ մե հետո շատեր եկան, շատ երիտասարդներ աշխատին Ագոստի մեջ եւ գարձամ մենք համար նույն զգացում ունի, որ այս դպրոցում եզի ամենադեն շատ բան կսորվեցնե։ Ես հիմա Բելգիա եմ, ցեզի այս վիդեոն Բելգիայեն գարցանակրեմ գո, հոսալ լրագրություն գնեմ գո, ամեն օրի աշխատանք է դուրս, բայց պետք է անիսել, որ անանք դեղ մներ, որ մենք իբրև ընտանիքը լալով գաշխատեինք, բայց նույն ժամանակին կչանայինք բահել ընտանիքը, ինչպես որ ամեն ընտանիք կբահե, անիալ ուրիշ մի բան մներ։ Ինչպես կսան դպրոցից էր երկրորդ տունն է, ասալ երրորդ տունն էր։ Ուրեմն 30-ամյակին, երբ որ այսօր կտեսնեմ, Ագոստը նորեն իրեն դեղը ինչպես ամենադեն գկրավե թուրքական Թուրքիայի հայ մամուլին եւ Թուրքիայի թուրքերեն մամուլին մեջ իբրև իր դեղը, որովհետեւ որ թուրքերեն է եւ որովհետեւ որ հայ համայնքեն լուրանելու համար միակ գերեւի թուրքերեն գարտալով
գարտալով հասկանալու դեղն է, իր կարևորությունը այլևելի կպարսանա ամեն օր, որովհետև այլևս միայն հայ համայնքին եւ կամ հայերուն գարտացած տերկն չէ, այլևս թուրքերուն եւ թուրքերեն գարտացող բոլոր երկիներուն մարդկանց լուրահոսն է, լուրարներու դեղն է։ Հարգավոր ուրիշները կան եւ իհարկե որ պետք է լան, բայց իրեն անցյալեն էգող դարաշքի, իրեն արխիվը, իրեն բարդականությունները, իրեն հասկացողությունը լրագրողական մասին եւ լուրերը զադելու եւ լուրերը մեկնաբանելու ձևը այսօր ագոսանանք դեղ մտածուց, որ եթե այս մասին Թուրքիա-Հայաստան հարաբերություններ գսեք, Թուրքիա-Սփյուռք հարաբերություններ գսեք եւ կամ ուրիշ մի բան գսեք Թուրքիո մեջ առաջ հոնգնային մարդիկ որ դեսնեն ինչ կսե նախ ագոս, այսինքն իբրև սորս մտածավ, այսինքն ասի կարևոր է եւ իմ գարձիկով իրեն անցյալեն ուժ անելով մի քանի 30-ներ ավելի գրներ տա, բիդի երտա, ասենք, ագոսին բարեդարի դարձ, ասենք, եւ ձեզ բարի օր, շնորհակալություն։